Հատկապես Երևանի Արարատի հիշում ենք, թե որը հնարավորություն ունի վերջապես, որը իդեպ համարվում էր արտագնա խաղ, չնայած Արարատը այն խաղադաշտն էր, որը նրանց համար երկար ժամանակ եղել է տնային։ Արարատ Արմենիայի ավակն է, ահա խաղը մեկնարկեց, սկսեցին տանտերերը։ Հարձակվողի դիրքում 12 համարն է Դոմբիլյան, բայց դա գրոհելիս։ Հիմա Լուլուկյան հարվածում է, փակում է պաշտպանը, նորից Լուլուկյան, փոխանցում Տուգանային հրապարակ եւ հեռացնում է գեր արդյունավետը։ Շաղոյանը օրինակ հիմա հիասքանչ խաղաց անցավ Տուրեին, մտնում է Տուգանային հրապարակ, փափուկ փոխանցում էր մտքին թիմակիցներ են նրանք։ Խորքից փոխանցում եւս մեկը, վտանգավոր է Էլոյան եւ փրկում է Անզիմատի Աբուդուն, որություն կա իհարկե, երբ Աշլիկն է իրացնում եւ երբ Ձախլիկը կարող է պտտեցնել փոխանցումը դեպի դարպասը, Աշլիկը այլ կերպ կարող է ուղարկել եւ ահա շանսը եւ գրավում է դարպասը Սերոպյանը։ Ահա թե ինչու հարկավոր չէր, որ նա անկյունային իրացներ, այլ պետք էր, որ նա մնար Տուգանային հրապարակում։ Կրկնապատկեր, տեսեք, խորամանկ խաղարկում է Արարատ Արմենիայի Բալանտայի փոխանցումը եւ տեսեք 4 ֆուտբոլիստ մեկի դեմ են, այնտեղ բախվում են միմյանց երկու ֆուտբոլիստները Արարատի, Տուրեին բախվում է մասնավորապես Անզիմատի Աբուդուն եւ այսպես փորձելով արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծել, Զախողվում է։ Այսպես նորից խաղարկում են եւ քիչ էր մնում նորից ստացվեր, եթե փոխանցում ուժան, կրկին Շաղոյան։ Առայժմ հիասքանչ խաղ է անցկացնում Ժիրայր Շաղոյանը, լավ փոխանցում էր եւ 2-0 հաշիվը դառնում է ու դուբլի հեղինակ է դառնում Արթուր Սերոպյանը։ Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստները կազմակերպում են նոր գոլը Արարատ։ Եզրից փոխանցումներից մեկը դիպուկ կստացվի եւ այդ ժամանակ գոլը մոտ կլինի եւ ահա այդ գոլը տեսնում ենք Շաղոյանը։ Կարուսելի պես մրցակցին տանում է տեղի թիմի դեմ, բնականաբար պետք է հաղթի, բայց միշտ չէ, որ այդպես է եղել։ Ոտքի դրսի մասով փայլուն փոխանցում էր Շաղոյանի կողմից։ Տեղափոխվում է ավելի կենտրոն, բայց փոխանցում գտնում է առայժմ միայն Լուլուկյանին, որի հարվածը շեղ է ստացվում։ Նորից կարճ խաղարկում, Վելթոն դեպի Բալանտան։ Նրա խորքից փոխանցումը ուժեղ էր։ Հավաքել եւ այսպես Կանտե հարվածը ցածրից շեղ էր ընթանում եւ մրցավարը խնդրեմ ազդարարում է առաջին կեսի ավարտը 2-0 հաշվով Արարատ Արմենիան արժևում է Արարատի դեմ ասպարեզ, ինչը նշանակում է, որ չցանկացավ Մանուել Տուլիպան ռիսկի գնալ դեղին քարտ ունեցող ֆուտբոլիստին պահել խաղադաշտում։ Բավականին հետաքրքիր կլիներ, եթե մոտակա անկյունը հարված էր։ Փոխանցումը ի վերջո հաջող չէր։ Բարձր դիրքում խլում է գնդակը Շաղոյանը, 4-ը 2-ի դեմ են մնացել Սերոպյան, հետ տրիկի հեղինակ է դառնում Արթուր Սերոպյանը, ահա 3 թիվը, որը նա ցույց է տալիս, 3 գոլ 1 խաղում եւ Ժիրայր Շաղոյանը։ Շաղոյանը այստեղ փայլուն խաղաց 2 անգամ, թե գնդակը խլելուց, թե մրցակցին հասնելուց եւ երրորդը երբ փոխանցում էր կատարում եւ Սերոպյանն էլ եզրափակում է սառնասրտորեն։ Հետ տրիկի հեղինակ է դառնում Արթուր Սերոպյանը, Ժիրայր Շաղոյանը շարունակում է երևի թե մնալ խաղի լավագույն ֆուտբոլիստը, իսկ է ստանում հաջորդ տուրի խաղը, որը կկայանա Շիրակի դեմ, մինչ այդ գրոհում է Արարատը, Օբինա, վերջապես։ Սպասում է Շաղոյանը, անցնում է դեպի կենտրոն, լավ էլ փոխանցում էր կատարել, բայց այսցում էր փոխանցում, վտանգավորը եւ գնդակը հրաշքով չի հայտնվում։ Նրա փափուկ փոխանցումը եւ նորից տեսեք թվային առավելություն ունի Արարատ Արմենիան մրցակցի Տուգանային հրապարակում, որքան հեշտ է նրանց համար այդ ամենատրվում Մայոնգո հիասքանչ է խաղում, հարվածը փակված է, համից հարված է։ Կիսակլորի մոտ է։ Բայց բարձից փոխանցումը հետևում է Տուգանային։ Հիմա էլ հնարավորություն Հակոբյան ուղարկում է կենտրոն եւ Նդուրը հաշիվը դարձնում է 4-0։ Այսպես մի պահ թվաց խնդրեմ փոխանցումը դեպի Հակոբյանը ու նրա եզրափակումը փոխանցման տեսքով, իսկ Զիդաններ նախավերջին փոխանցման հեղինակը Արմենիայի իրենց լավագույն մարզավիճակում չէին գարնան սկզբում։ Հարվածում է Շաղոյանը եւ հեռացնում է Անզիմատիկան։
Հետաքրքիր հնարավորությունը Այոնգոյի համար շատ տարավ ձախ այդ։ Վերջին երևի թե գրոհն է Արարատի, պատխարկում, վերջապես ստացվեց լավ անցում, Կանտե հարվածը բարձր էր Նոայի հետ։ Իսկ ահա Արարատը, պորտուգալացի մարզիչները ողջունում են միմյանց։